Դատանը բավարարեց միջնորդությունը 2 ամիս կալանքի մասով, նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատանում մի բառ քննարկում չի եղել, ոչ դատավորն է հարցրել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն կարծեք թե որոշումը գրված պատրաստ վիճակում լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումներ տալ, ձևական կողմը ապահովել, որովհետև եթե դատանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա ձերբակալում իրավաչափեր թե չէ, ինքը մի հարց չի տվել, կալանքի մասով մի հարց չի տվել, այսինքն մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ օրինակ հարցներ ասել որ իրեն հետաքրքրում է որպես դատորես հանգամանքի մասին կողմերը ինչ կասեն, քննիչ ինչ կասի, փաստաբանները ինչ կասեն, այսինքն սպասում էր process-ը երբ կավարտվի եւ այդ որոշումը որ կայացնի, իսկ մեր համար սա անակնկալ չէր, սա այն պայս սկսած երբ որ այս ապօրինությունները սկսել են, մենք հաստատել էինք որ այս գործողություն լինելու է, որովհետեւ սա ուղիղ հանձնարարական է, այսինքն հրապարակային հնչել է, հրապարակային հնչեցվածի արդյունքը մենք հիմա տեսնում ենք, որոշումը դեռևս չի տվել, դա կծանոթանանք ըստ դրա հաջորդ քայլերը իրականացնենք։ Ենթադրաբար ասել Ենթադրաբար հիմա կտեղափոխեն կենտրոն քրեակատորական հիմնարկ, իսկ քայլերը որոշումը ստանալուց հետո դե բնականաբար բողոքարկումներ, վերադասացիան, իսկ մնացած մասով այս պահին չբացահայտեմ մարտավարությունը հետագայում այդ մասով հանդես կգնկվենք։ Այսինքն դատանը հաշվի չառավ ձեր ոչ մի հիմնավորում։ Տեսեք, պարոն Սարգսյանն ասեց, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված որևէ հարց դատավորին չհետաքրքրեց։ Իմ համար օրինակ երևի եզակի դատական նիստերից մեկն էր, որ դատարանին առհասարակ փաստարկների մասով որևէ հարց չհետաքրքրեց, ոնց որ սպասեինք, որպեսզի շուտ ավարտվի նիստը, որ այս որոշումը, որը որ մեր համար այդպես էլ բանը սպասվում էր, կայանար էլի, այսքան է։ Բնականաբար մեր համար բացարձական սպասելի չէր դատարանի այս խայտառակ ու ամոթալի որոշումը, որովհետև մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին։ Ես իրականում ցավում եմ, որ գործող իշխանության կոնկրետ եւ ուղիղ հրահանգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը այս դեպքում առաջին ատյանի դատարանը դարձել է այսպես ձեռնասուն կամակատար ընդամենը եւ կայացնում է նման խայտառակ որոշում։ Բնականաբար իրավական ճանապարհով մենք գնալու ենք, փաստաբանները բողոքարկելու են այս ամեն ինչը, բայց բոլորին էլ հասկանալի եւ տեսանելի է, որ սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն է եւ քաղաքական վրեժխնդրություն է։ Ուրիշ գնահատական չեմ կարող տալ այս ամեն ինչին եւ ուղղակի նաեւ ցավում եւ ցավակցում եմ այսօրվա քննչական կոմիտեի բոլոր պատասխանատուներին, ովքեր իրենց այսպես ըստ երևույթին մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության այսպես ամեն տեսակի բարդույթները փորձել էին իրացնել եւ արդարացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակահատված արված տեսանյութի մոնտաժով, որովհետեւ այն էնտուզիազմով ըստ երևույթի, որ իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու։ Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան տունը խուզարկության չանհանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդհանրապես ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պարկեցնել, այսպես խայտառակ նկարահանում, խայտառակ մոնտաժ, ընդհանրապես կրկնում եմ, ցավում եմ, որ մեր երկրում արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է գտնվում, իսկ մնացած առումներով մեր անելիքների հետագա գործողությունների մասին մենք հավելյալ կտեղեկացնենք։